Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեծ պահոց հոգեվով վերանորոգման այս շրջանին յուրաքանչյուր շաբաթ կուզեմ խորհրդածության նյութ ունենալ նախատասությունը դերունական աղոթքեն, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս սորվեցուց եւ առաքյալները խնդրեցին եւսին։ Դեր մեզի աղոթել սորվեցու։ Նյութը որ պիտի ներկայացնեմ ամփոփ կերպով, փոլող թարերու երեսվո հայերու կողմէ ըսպարիչ կերպով քննարկված է։ Այդուհանդերձ երկնավորի մասության ապավինելով եւ տարբեր դիտանկյունների եւ փորձառությունների մոտենանք գտնանք միշտ թարմ սնունդ ապահովել մեր առօրյային համար։ Ուստի իմաստություն հոր Հիսուսի շփներեն փխած աղոթքի առաջին նախատասությամբ կսկսենք մեր խորհրդածությունների շարքը։ Հայր մեր, որ երկինքն ես։ Մեր Տեր Հիսուս ոչ միայն այս աղոթքի բարակային, այլ միշտ իր խոսքը Աստուծո ուղղած է որպես հայր։ Վեր մնալով մարդկային սերի արվի եւ եկի սերադեսայի մտահոգություններեն։ Եվ քանի Քրիստոս այս սերով ծանոթացուց մեզի Աստված, պատվելով իր քիրակույն հեղինակությունը հավատարիմ կմնանք աղվատական փարին։ Աստված հայր գոչելով երկնավոր վարդապետը մեզի հիմնական պատկամ տված է, թե ոչ թե անզանոթի, այլ անսի հատկանիշներ ունեցող, բայց մանավանդ սեր եղող քիրակույնին հետ չեմ հաղորդակցության մեջ ենք։ Որպես մարդ արարածներ, անկախ տարիքի, միթե ամեն քսալ չենք պապակիր սիրվիլ։ Ահա բոլորիս կբարգեւի առանձնաշնորհումը, թե ունենք սիրո աղբյուր եղող Աստվածը, որան հունգերբով կթարած է, ներող է, համբերող է, մեր բոլորին հարցերուն ծանոթ է եւ թե ավելին։ Աստված հայր մեր գոչելով, առանց մեր առանձնական ու հավաքական ինքնությունը գործընծելու, իրավոր անսահման գերբով օգնված ենք, որովհետև կթավանենք, որ անկախ մեր ցեղային նայել արվի եւ եկի սերադեսայի տարբերություններեն, մեր միությունը կգտնենք Աստուծո մեջ։ Հիշենք, որ ընտանիքի անդամներուն ունեցած տարբերությունները բնական կգտնենք, որպես յուրաքանչյուրին ինքնության առանձնահատկությունը, ինչ որ խնդրող արագա չի դարձներ անոնց պատկանելիությունը նույն ընտանիքին։ Նմանապես այս օրենքը իզորու է այս բարակային եւս, երբ Հիսուս Քրիստոս թավանած ըլլալով որպես մեր Տերը եւ Աստվածը եւ եղբայր եւ քույր դարձած ըլլալով իրեն, բոլորս զավակներն ենք երկնավոր հոր դիեզերական ընտանիքին։ Բաղ մտածենք այս բարի խորքին եւ կարեւորության։ Մեր կյանքը որքան գնա գերբանա փոխվիլ այս երկրակունքի վրա, եթե համայն մարդկությունը այս հասկացողությամբ ապրի եւ կորզակցի անհատաբար եւ հավաքաբար։ Եվ վերջապես հայր մեր, որ երկինքն ես աղոթելով, կընդունենք, որ ոչ միայն բնակարանը, բալատը, երգիրը, այլ ամբողջ դիեզերքը կվայել է իր ներկայությունը։ Դիեզերքյան հությունը երբեք թող պատճառ չլա, որ մտածենք, թե Աստված մեզ մե հեռու է, անհասանելի է։ Ընդհակառակը, ինչպես Երեմիա մարգարեը, անմոտ է բոլոր անոնց, որոնք կվստահին իրեն եւ իր անունը գուտան։ Այս հասկացողությամբ միշտ աղոթենք, այլ խոսքով խոսենք Աստուծո հետ, ինչպես մեր ծնողներուն հետ կխոսենք, առանց պաշտոնականություն փնտրելու, բայց միշտ խոնարհությամբ ու հարգանքով եւ վայելենք Աստուծո օգնությունը ներկայիս եւ հավնականին մեջ։